թող Տերը ուղակի ողորմություն անի, օրհնի, բացի այդ հակառակվող մարդու միտքը, որ հասկանան, սա ինչ պատասխան էր։ Ուրեմն, սիրելիներս, Սուրբ Գիրքը կարդացել եք, ավետարանը կարդացել եք, Հիսուս Քրիստոսի խաչելությունից շատ լավ տեղյակ եք, երբ որ նրա երկու կողքերին ավազակներ էին խաչել, այդ ավազակներից մեկը հենց խաչի վրա այդ մահանալու պահին ընդունեց Հիսուս Քրիստոսին, և այդ ավազակն էլ ոչ մի մկրտություններով մկրտված չէր, և Տեր Հիսուսը ինչ ասեց նրան, ասեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, այսօր դու դրախտում ինձ հետ կլինես»։ Եվ Տերը այդ պահին այս իմ տեսիլքի մեջ, որի մեջ երկնքից իջացրեց, ինձ ցույց տվեց իմ հանգուցյալ ամուսնուն, իմ մայրիկիս ու իմ հայրիկիս, և ցույց տվեց, որ նրանք փրկված են, այսպես Սուրբ Հոգին ինձ մեկնաբանություն տվեց. նրանց ես փրկել եմ խաչի վրայի ավազակի փրկությամբ։ Ասացի Տեր, խնդրում եմ, ինձ մանրամասն մեկնաբանիր, որ ես հարցեր չունենամ այս բանի մեջ։ Եվ Սուրբ Հոգին ինձ այսպես, չգիտեմ ինչպես սա նկարագրեմ, մտքի հափշտակություն ասեմ, թե ինչպես ասեմ, այս իմ տեսիլքի մեջ ինձ ցույց տվեց մի բան, մի պահ, որ երբ որ Աստծո խոսք լսած, վկայված մարդիկ, ովքեր որ եկեղեցի չեն գալիս, չեն հաճախում և չեն մկրտվում այդ բոլոր մկրտություններով, սուրբգրային, բայց իրենց մահանալու պահին, երբ որ հոգին մարմնից պիտի զատվի, այդ պահին մարդուն այցելում են և Աստծո երկնային հրեշտակները և անօրենի սատանայի այդ դիվական ոգիները, հրեշտակները, չարի հրեշտակները, և այդ մարդը հասկանալով, քանի դեռ այդ վերջի վայրկյաններին իր գիտակցության մեջ է լինում, իր հոգին համաձայնեցնում է երկնքից իջած Աստծո հրեշտակներին ու հանձնվում է նրանց։ Սա հենց խաչի վրայի ավազակի փրկությունն է։ Ես այսպես սպառիչ, խորը սպառիչ պատասխանը ստացա այս իմ տեսիլքի մեջ և իմ հոգին խաղաղվեց, արցունքներս դադարեցին, մի աննկարագրելի ուրախություն, այսպիսի ցնծություն լցվեց իմ մեջ, և այդ պահին ես անգամ չհասկացա, թե ինչպես, այսպես ցատկեցի, ոտքի կանգնեցի ու ուղղակի